կարծում եմ ռազմավարության հիմնական խնդիրը պետք է լինի, որ մենք պատասխանենք մի հարցի. մեր հիմնական հարվածի ուղղությունը որտեղ է, որովհետև կա ներմուծում արտադրություն, կա տարածում եւ կա սպառում։ Մենք ինչքան խոսում ենք սպառողների մասին, բայց մինչդեռ ես կարծում եմ, որ մեր հարվածի ուղղությունը պետք է լինի ներմուծում արտադրություն։ Այսինքն մենք ավելի լավ է ոչ թե 4 օգտագործողի հետևից վազենք կամ տեկուս 10, այլ 4 ներկրողի հետևից վազենք, որովհետև եթե մենք 4 ներկրողի հարվածում ենք, մենք հարյուրավոր օգտագործողների զրկում ենք աղբյուրից։ Այս ամբողջ խնդիրը։ Այդ ներմուծում արտադրությունն էլ պետք է հասկանանք ինչ նկատի ունենք կոնկրետ։ Այս հարցին մենք պետք է պատասխանենք եւ մեր բոլոր քաղաքականությունները, եթե ընդունում ենք այդ ռազմավարությունը, պետք է կարգաբերենք այս տրամաբանությամբ։ Թե չէ հիմա բոլոր հնարավոր ուղղություններով վազելը մեզ ոչ մի բան չի տա։ Այս տրամաբանության մեջ մենք պետք է ուժեղացնենք սահմանային վերջին փոփոխությունները, ես համոզված եմ, որ էլի որոշակի արդյունք կտա։ Մեր կինոլոգիական ծառայության հզորացումը, որ մենք դա ենթադրում եմ ամենաէֆեկտիվ ձևն է, մենք ոչ միտեղ պետքա չվազենք։ Մենք պետքա սահմանային հսկողությունները ներմուծումը եւ գնանք գտնենք արտադրողներին։ Եվ պետքա դասակարգենք մեր ռազմավարության մեջ թմրանյութերը ըստ վտանգավորության։ Որն է առաջին թմրամիջոցը, երկրորդը, երրորդը, որպեսզի հետագայում նաև մեր իրավապահ համակարգի աշխատանքն է տենց գնահատենք։ Մենք ասենք, որ հարգելի իրավապահներ, հարգելի ոստիկանություն, հարգելի ազգային անվտանգության ծառայություն, քննչական մարմիններ, կենտրոնացեք էներգիան, կենտրոնացրեք պետական եկամուտների կոմիտե, էներգիան կենտրոնացրեք ներմուծումների եւ արտադրության վրա։ Որովհետեւ ինչքան շատ ստեղ հարվածենք, ստեղ միջին չափի հարվածը այն բանի գիշերային ակումբներում շատ մեծ չափի էֆեկտ է ունենալու։ Մենք առանց դա ֆիքսելու, այնտեղից շատ մեծ թվով կանխարգելելու ենք հոսքը դեպի շուկա։ Այսինքն իմ հանձնարարականն է հիմա այս քննարկման արդյունքում, որ մենք ամբողջ քաղաքականությունը փոխենք ներմուծում արտադրություն, 10 միավոր էներգիա ենք մենք ծախսում, ուրեմն 10 միավորն էլ ծախսենք դրա վրա։